Շնորհակալություն, սիրելի ժողովուրդ, սիրելի հայեր, մեր եղբայր եզդիներ, շնորհակալություն, որ այստեղ եք եւ շնորհակալություն այսպիսի ջերմ ընդունելության համար։ Ագնեսան իր խոսքում ասաց, որ ինչ որ էլի ուզում են բռնեն, հա, ինչ որ տես բաներ ասացիր, քանի որ մի քանի անգամ արդեն նստել հելել եմ, նստած հելած տղա եմ։ Ոչ։ Մի պահ է գալու, որ մի քիչ անհարմարել է լինելու մարդկանց համար, հատկապես քաղաքականությամբ զբաղվող, եթե պարզվի, որ գոնե մի քանի օր չեն նստել։ Այդ վիճակին են հասցրել ըստ էության երկիրը։ Բայց միշտ խոսում են ժողովրդավարության մասին։ Եվ եթե նայենք բոլոր գրեթե մասնակից խոշոր ուժերի ցուցակներին, ապա կտեսնեք, քանի հոգի են քրեական գործերի տակ, քանի հոգի են այսօր բանտերում կամ տնային կալանքների տակ։ Մենք հիմա մրցում ենք եկեղեցու հետ, էլ ով ավելի շատ, քանի սրբազան է, թե քաղաքական գործիչ, այս վիճակում ենք հայտնվել եւ այս վիճակից ձեր օգնությամբ մենք պետք է ազատվենք։ Այսօր ավելի շատ կկենտրոնանամ տնտեսական հարցերի վրա, հաշվի առնելով վերջերս այս մի քանի օրվա ընթացքում հատկապես այն հայտարարությունները, որոնք գալիս են նաև Ռուսաստանից։ Ընդհանրապես ինչ տնտեսական մոդել պետք է ունենա փոքր երկիրը։ Միշտ պետք է ձգտի մեծ շուկաների նկատմամբ sense մուտք ունենալը։ Ճիշտ է։ Չի կարող միայն Հայաստանը իր մոտ 3 միլիոն բնակչությամբ ու իր տարածքով ինքնաբավ լինի բոլոր ուղղություններով եւ արդյունավետ գյուղատնտեսություն ունենալ կամ արդյունաբերություն։ Ուղղակի դա հնարավոր չի։ Մոդելը մեծ շուկան է։ Եվ այսօր այդ մեծ շուկան Հայաստանը ունի։ ԵՏՄ-ի շուկան է, Ռուսաստանի հսկայական շուկան է։ Եվ մեր գյուղատնտեսության ապրանքների ավելի քան 90%-ը գնում է Ռուսաստան։ Եվ սա այն մոդելն է, որը հնարավորություն է տալիս զարգացնել երկիրը։ Հնարավորություն է տալիս նաև արդյունաբերությունը զարգացնել, քանի որ արտադրված ապրանքները հնարավոր կլինի արտահանել այդ մեծ շուկան։ Հիմա ինչ է անում այս իշխանությունը։ Անում է ամեն ինչ այդ մոդելը քայքայելու համար։ Պաստորեն սա է։ Մեր արտաքին քաղաքականություն, ընդհանրապես երկրների արտաքին քաղաքականություն ինչի համար է։ Երկիրը ընդունում է անվտանգային հայեցակարգ եւ երկիրը ընդունում է իր տնտեսական արտաքին քաղաքականության ուղղություններ։ Արտաքին քաղաքականությունը ուղղակի նրա համար է, որ արտաքին աշխարհի հետ շփվելու ժամանակ ապահովեն անվտանգային հարցերը եւ տնտեսական հարցերը։ Եվ չի կարող մի երկիր վարել մեկ տնտեսական քաղաքականություն, բայց իր արտաքին քաղաքականությունը լինի ուղղված լրիվ այլ ուղղությամբ։ Որտեղ արտաքին քաղաքականությունը պետք է սպասարկի երկրի տնտեսական շահերը, ժողովուրդ ջան, ձեր տնտեսական շահերը, ձեր բարեկեցությունը։ Հիմա ինչ է անում իշխանությունը, տանում է լրիվ հակառակ ուղղությամբ։ Վերջերս այն սահմանափակումները, որը հնչեցնում են, Ռուսաստանի պաշտոնյաները ուղղակի հարված է լինելու բոլորի համար, երկրի համար։ Եվ մենք ամիսներ զգուշացնում ենք, ասում ենք խելքներդ հավաքեք, լեզվի մի տվեք, մեծ երկրների, որտեղ դու ունես շուկաներ, մեծ երկրների մեջ հակասության մեջ մի մտեք։ Մեծ երկրների հակասության կենտրոնում հայտնվել է խնդիր է առաջացնելու Հայաստանի համար։ Հիմա այդ խնդիրներին առերեսվում են եւ ինչ են ասում են ես ընդդիմությունն է անում։ Ընդդիմությունն է Զելենսկուն հրավիրել Հայաստան, ընդդիմությունն է այդ հիմար հայտարարությունները Հայաստանի տարածքից, ընդդիմությունն է քայլեր անում արտաքին քաղաքական ոլորտում, որոնք ուղղակի ուղղված են Ռուսաստանի դեմ, մենք ենք անում։ Մենք ձեզ զգուշացրել ենք
եւ շարունակում ենք զգուշացնել, խելքներդ հավաքեք։ Դուք ստեղ կառավարություն եք այս ժողովրդի համար, այս ժողովրդի շահերը սպասարկելու համար։ Հիմա մի բան հարցնեմ։ Դուք ձեր տունը, օրինակ 4-5 տարեկան երեխային, լուցկի կտակ, որ խաղա։ Ոչ մեկը չի տա, չէ՞։ Նայեք, երբ կառավարությունը սկսում է խաղալ կրակի հետ, այրվում է ժողովուրդ։ Սա հայտնի փաստ է։ Հիմա ինչ ենք ասում մենք։ Հավասարակշռված քաղաքականություն վարեք։ Մի թշնամացրեք ձեզ այն երկրի հետ, որից կախված է ձեր տնտեսությունը, որից կախված է ձեր ժողովրդի բարեկեցությունը։ Սա ենք մենք ասում։ Եվ վստահ եղեք, որ մեր իշխանության գալու պարագայում այս ամենը փոխվելու է։ Մենք շատ լավ հարաբերություններ ենք ունենալու Եվրոպայի հետ։ Շատ ավելի լավ դաշնակցային հարաբերություններ ենք ունենալու Ռուսաստանի հետ, բայց երբեք իրենց հակասությունների արանքում երկիրը չենք դնելու եւ հարվածի տակ չենք դնելու։ Որտեւ սա է ուզում հմուտ քաղաքականությունը եւ դիվանագիտությունը դրա համար է։ Դիվանագիտությունը սիրուն նկարվելու համար չի տարբեր այցերի ժամանակ։ Դիվանագիտությունը պետք է արդյունք բերի կոնկրետ մեր ժողովրդի հողի վրա կանգնած հողի վրա աշխատող ժողովրդի համար։ Ուրեմն նպատակը մեր սա է։ Եվ այդ նպատակին մենք հասնելու ենք եւ հասնելու ենք ձեր օգնությամբ։ Համաձայն եք։ Ժորժ ջան, մենք ասում ենք հետևյալը. երկիրը փորձադաշտ մի սարքեք։ Երկիրը տրենաժոր չի, որ վրեն երկրի վրա սովորես, ընկնելով, ելնելով, ընկնելով, ելնելով։ Եվ կառավարության յուրահատկությունը հետևյալի մեջ է։ Կառավարությունը, եթե անում է սխալներ, ամենից շատը կարող է հրաժարական տա, բայց այդ սխալների այն թութուն ժողովուրդն է խմում։ Այդ սխալների հետևանքները մի ժողովուրդն է պատասխան տալիս հետևանքների համար։ Հիմա այս իշխանությունը իրար վրա անընդհատ սխալներ է գործում, անընդհատ խնդիրներ է ստեղծում, պատերազմ է հրահրում, զոհեր է բերում, մահաբեր կառավարություն է։ Բայց այս կառավարությունը նաև 21 թվականի ժողովուրդը ընտրեց։ Հիմա մենք մեր սխալի վրա սովորեցինք, թե չսովորեցինք։ Հույսով եմ, որ սովորել ենք մեր սխալի վրա։ Սա պատոհաս է, փորձանք է Հայաստանի Հանրապետության համար։ Աչ ու ձախ սենց փեդը վերցրած, մահակը վերցրած, անունը դրած իրավապահ մարմիններ, ժողովրդի հետևից ընկած, փորձում են ստիպելով, պատերազմով վխացնելով վերարտադրվել։ Եվ հետաքրքիրը ինչն է, որ 3 պատերազմ բերած անձը ինձ ասում է պատերազմ բերող գործիչ։ Սա երեսպաշտության գագաթնակետն է։ Մենք ոչ թե միայն խաղաղություն ենք բերելու, մենք բերելու ենք կայուն խաղաղություն, արժանապատիվ խաղաղություն եւ հարատևելի խաղաղություն։ Ոչ մեկը չի համարձակվի։ Ժողովուրդ ջան, ես 10 տարի նախագահ եմ եղել, բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, բազմաթիվ։ Չի եղել մի դեպք, որ քաղաքացին կաղնի ասի, պարոն նախագահ, այս կարող է պատերազմ լինի։ Չի եղել։ Վստահություն է եղել։ Չի եղել նման բան։ Չի եղել, որովհետև հավատում էին մեր բանակին, հավատում էին, որ Հայաստանը ունի հզոր բանակ, ունի հզոր դաշնակից եւ համոզված էին, որ երբեք Ադրբեջանը չի հարձակվել Հայաստանի վրա։
Որովհետև մեր անվտանգության մոդելը հետևյալն էր. մարտունակ ժամանակակից բանակ, ուժեղ առաջնորդ, հզոր դաշնակից։ Եվ այդ մոդելը աշխատել է 10 տարի անխափան։ Հիմա մենք այդ մոդելը վերականգնելու ենք։ Վերականգնելու ենք ձեր անվտանգությունը ապահովելու համար, վստահ եղեք, այստեղ ես որևէ կասկած չունեմ։ Արել ենք կոնկրետ ես 2 անգամ, 1 անգամ Ղարաբաղում, 1 անգամ Հայաստանում, անելու եմ 3-րդ անգամ, ձեր օգնությամբ։ Մի քանի խոսք տեղական հարցերի վերաբերյալ մեր Արծվիկ Մինասյանը արդեն բարձրաձայնեց, միգուցե ավելի մեր ինտերակտիվ հանդիպման ժամանակ այդ հարցերը մենք քննարկենք, բայց մենք ունենք մեկ կարգախոս, որով միշտ ավարտում ենք մեր այս միտինգային ելույթները, ուրեմն հունիսի 7 համար 17 Հունիսի 7 համար 17 Հունիսի 7 ով քվեարկում է Փաշաևի համար, քվեարկում է Ալիևի համար։ Ով քվեարկում է Փաշաևի համար, քվեարկում է Ալիևի համար։ Շնորհակալություն։ Այդ կարող է Փաշաև ազգանունը մի քիչ սխալ ասացի, բայց ոնց որ տեղին եղավ, ուղղակի թռավ լեզվիցս։